Ուրեմն եթե դուք չսարքեք, հայ դուք լրագրողներդ, ուրեմն եթե դուք հանգարց լույսը խավար սարքեք, խավարը լույս սարքեք, անպայման կլինի։ Դրա համար Նապոլեոնը սուտ եք խոսում, այդպիսի բան բացարձակ, սանձարձակ սուտ է, ասեմ ձեզ, ես պոլիգոններում, ես կյանքում ընդհանրապես իմ հետ կապված ոչ մեկը չկա, որ ասի, ինձ հետ կապված, կարող է ասեք, Ղուկասյան Վարդանի շունը բռնաբարել է հարևանի շանը, այդ ժամանակ ես կընդունեմ մեղքը։ Մի բան հարցնեք։ Ինչ տղա ջան։ Ձեր որդու, ձեր եղբոր թորի մասին է խոսում։ Եղբորս թորի մասին է։ Բացարձակ խայտարակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը, նմանատիպ դեպք չի եղել, այդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է, հերթական Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին եւ այդ ազգանունը ունեցողներին։ Միանշանակ խաբեբայություն։ Երեխեք դուք հասկանում եք, թողեք խոսեմ ես։ Ուրեմն պարզ ասում եմ։ Նախ հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան է հոր տեղն չի պատասխան տալիս։ Հետո այդ մեկ երկրորդ հեշտին էլ ես ազգությամբ 170 միայն տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ այդպես դուք ուզում եք բարձրաձայնել խոսել, միանշանակ սուտ է, լկտի սուտ է, վերջում էլ կզգաք, որ իրոք այդպես է, ինչ որ մշտական ներկայացնում եք ու 99%-ը սուտ է դուրս գալիս։ Հիմա հերթական սուտ է այս ընտրությունների րոպեին ուզում եք ռեյտինգից հետ կապված խնդիր առաջադրել, բայց կտեսնեք, որ ժողովուրդը մի քիչ հետո բոլորիդ, պետք է ասեմ ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք իմ հետևից, այդքան բան։